Սպասված ակցիայի իդեալ համակարգից։ Փոխարինեք ձեր 5 նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները idealsystem.am։ Եվ այսպես նախորդին փետրվարի 26-ին Երևանում մեկնարկեցին ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի աշխատանքները։ Բացման խոսքում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե ՀՅԴ-ն այսօր խնդիր ունի դիմագրավելու նոր թափ առած հակադաշնակցությանը, որն արդեն վերածվել է ազգային գաղափարախոսության դեմ պայքարի։ Այսօր մենք խնդիր ունենք դիմագրավելու նոր թափ առած հակադաշնակցականությանը, որ արդեն վերածվել է ազգային գաղափարախոսության դեմ խորը պայքարի։ Ուզում եմ ճիշտ գնահատենք, եւ ներքին եւ արտաքին ճակատում այսօր պայքարում են թե դաշնակցության դեմ, թե դաշնակցության համար։ Փաստորեն 135 տարին բավարար չէր մեր բարեկամներին եւ ախոյաններին ի ցույց դնելու մեր հայկականության խորքը, ապացուցելու մեր միասնականությունը, աննահանջ կեցվածքը մեր նպատակներին հասնելու հարցում։ Մենք պարտավոր ենք այս ժողովում մեկ անգամ եւս դա ապացուցելու։ Մեր պատմության մեջ քիչ չեն եղել իսկապես շրջադարձային, իսկապես պատմական ընդհանուր ժողովները։ Դաշնակցությանը հաջողվել է ամեն ժամանակաշրջանում որդեգրել իրավիճակին համապատասխան գործիքակազմ եւ գործելաոճ, հեղափոխել իրականությունը եւ պաշտպանել հայության շահերը։ Մենք այսօր նույն հրամայականի առջև ենք։ Հայրենիքի պաշտպանություն, որը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը։ Համահայկական գաղափար, որը պետք է թափանցի յուրաքանչյուր հայ տուն, անկախ նրա բնակության վայրից։ Պայքար բոլոր ճակատներում եւ ամենուր, պայքար հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար։ Սա է այն առաջարկը, որ դաշնակցությունը կարող է ներկայացնել իր ժողովրդին։ Պայքար, որի մեջ պետք է լինենք եւ կազմակերպիչը, եւ զինվորը, եւ առաջամարտիկը, քանզի հայրենիքի ու դաշնակցության ճակատագիրը միահուսված է։ Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ սփյուռք եռամիասնության վերականգնումը այլընտրանք չունի։ Սա էլ այն տեսլականն է, որը մենք ունենք նոր որակի հայկական պետության կառուցման հարցում։ Եվ այս իրավիճակում եւս մեկ անգամ վերահաստատում եմ դաշնակցության կոչը առողջ եւ ազգային ուժերին։ Միավորել ջանքերը ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային պետություն ձևավորելու եւ համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստան կառուցելու գործում։ Այնուհետև ելույթ ունեցողները քննադատեցին Հայաստանի իշխանության վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, խոսեցին իշխանություններին հեռացնելու իրենց ցանկությունների մասին, Արցախի հայության վերադարձի իրավունքի եւ այլ հարցերի մասին։ Այսպես, նույն Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Փաշինյանը պարտվելու է, նա Հայաստանի դեմ է աշխատում եւ Ալիևի պահանջներն է անվերապահորեն կատարում։ Հայաստանը բավարարել է Ադրբեջանի պահանջները, որից հետո Ադրբեջանը ներկայացնել է նոր պահանջներ։ Եվ ամեն անգամ սկսած Յակոմինսկի խմբի լուծարումից վերջացրած հայության սահմանադրության փոփոխությունից մնացած կետալից, դրանք բոլորը Ադրբեջանի պահանջներն են, որ Հայաստանի այս համաճիկ կառավարությունը հերթականությամբ դրանք իրականացնում։ Եվ հետևաբար դա չի կարող լինել խաղաղության պայմանագիր, դա համապարփակ նոր կապիտուլյացիայի պայմանագիր է, որով երբեք խաղաղության չեն հասնում։ Մի ճշտում ընտրությունների մասին, քանի որ առաջ շատ ժամանակ չի մնացել, դաշնակցությունը ավելի շատ պատկերացնում է դաշինքով այդ ընտրությունների մասնակցել, թե առանձին շատ վաղ է
դրա մասին խոսելու մենք ընդհանրապես հետևությամբ քննարկում չենք ունեցել։ Մինչև 26 թիվը ես կարծում բավականին բան է փոխվելու։ Կգա 26 թիվը, կլինի ընտրություններ, այն ժամանակ քննարկում ստեղծված իրավիճակը, պայմանները, հնարավորությունները եւ համապատասխան որոշում կկայացնենք։ 1.5 տարի առաջ մտնել այդ օրակարգի մեջ, մենք այս բանը որևէ կերպ Բայց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը կշարունակվի։ Դա նույնպես անդրադարձավ վերջերս։ Այդ հարցերը որոշում է կուսակցության բարձրագույն ժողովները, այլ ոչ թե Իշխան Սահակյանը կամ որևէ մեկ։ Նախորդ որոշումը կայացրել է Հայ-Հեղափոխական դաշնակցության գերագույն ժողովը եւ հաջորդ համագործակցության կամ ցանկացած այլ որոշում կկայացնի դաշնակցության ժողովը։ Դաշնակցությունը մեկ մարդու կազմակերպություն չի։ Իսկ իրականում ձեզ ասում մենք ավելի առաջնային եւ կարևոր խնդիրներ ունենք։ Որպեսզի հստակ լինի Ռոբերտ Քոչարյանն այդ իմաստով որևէ հստակություն չի մտցրել, շատ պարզ ասել է, որ նախ այդ հարցը չի քննարկվել եւ երկրորդը կգա ժամանակը կհասկանանք արդյունավետ եւ պրագմատիկ ֆորմատի մասին։ Հետեւաբար այս էլ մեկ փաստ շատ հարցեր իրականությունից մեկ չկտա։ Ամեն դեպքում Հույդա բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հայտարարեց, որ Արցախի հարցի լուծման համար արցախցիները պետք է համախմբված ապրեն Հայաստանում, պետք է ստեղծվեն պայմաններ, որ նրանք լիիրավ մնան եւ չարտագաղթեն։ Նա նշեց, որ միայն Հայաստանը եւ Ադրբեջանն են համաձայն, որ Արցախի հարցը լուծված է, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը դեմ են սրան։ Ճշմարտաբար ոչ այնքան հեշտ, որքան էր անցյալին։ Մենք անցուցել ենք նմանօրինակ շրջան Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եւ այն ժամանակվա իշխանություններն էլ ընդդիմացել են օրինակ ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին։ Բայց հիմա շատ ավելի վատն է։ Հիմա ավելի վատն է, որովհետեւ Արցախի հարցն էլ գոյություն ունի, այն ժամանակ հաղթանակած ժողովուրդ էին կոնե։ Իսկ հիմա այդ բարդությունները ելած բնականաբար աշխարհի մեջ կա այսպես կոչված համախոհություն, որ հարցը ղեկավարման է գնում եւ երբ որ Պաշտոնական Հայաստանը այն գերձ գազիկն է շրջակայության մեջ տնում, որ հարցերը լուծման են առաջնորդում, բնականաբար դժվարանում է մեր աշխատանքը, որտեղ մենք ճիշտ հագարակին թեզն ենք բնթում։ Ասելու համար որ ոչ, Արցախի հարցը արգա է, բանակցային գործընթացը պետք է վերականգնի, հավաքական վերակացի խնդիր գոյություն ունի, միջանկյալ ղեկավարի խնդիր ունի եւ վերջի վերջո պետք է ճշտվի նաեւ Արցախի վերջնական ղեկավարը։ Բարեբախտաբար մի քանի երկիրներ, ինչպես Ֆրանսիան, ինչպես նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան, առավել նաեւ Եվրոպայի գաղտնի երկիրներ, ինչպես Գերմանիա, որոնց նախագահ շուտով գայցել է հոս, համաձայն են այն իրողությամբ, որ Արցախի հարցը լուծված չի։ Շփախտապար ստերովիթին Հայաստանն ու Ադրբեջանը միայն համաձայն են, որ այդ հարցը լուծված է։ Հայաստանի իշխող ուժի եւ ընդդիմադիր դաշնակցության միջև վերջին տարիներին գաղափարական հակասություններն ավելի ցցուն են դարձել։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը եւ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին առաջ են քաշում իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը հակոտնյա է դաշնակցության գաղափարներին։ Եվ այդ տարաձայնությունները անընդհատ դրսևորվում են ազգային ժողովում կամ այլ հարթակներում տեղի ունեցող բանավեճերի ժամանակ։ Սակայն միայն իշխանության ներկայացուցիչները չէ, որ քննադատում են դաշնակցությանն իրենց գաղափարների այս կամ այն հարցի շուրջ որդեգրած դիրքորոշումների համար։ Այդպիսի քննադատություն կա նաև Սփյուռքում։ Երեկ առաջին լրատվականին տված հարցազրույցում Ֆրանսիայում բնակվող քաղաքագետ Կայծ Մինասյանը նույնպես քննադատության ենթարկեց Հույդա որդեգրած շատ սկզբունքներ եւ դիրքորոշումներ։ Ըստ Մինասյանի, դաշնակցությունը ստեղծվել է այն ժամանակ, երբ մենք պետություն չունեինք, իսկ երբ պետություն ստեղծեցինք, իրենք շատ հարցերում ասացին, սկսեցին հակառակվել պետությանը։ Դաշնակցությունը ստեղծվեց գասրության աշխարհի մեջ, Ռուսաստան, Օսմանյան, Իրանյան, Ֆրանսիան, Անգլիական, Գերմանիան եւ այլն, այնադեն բիդություն չի գար։ Հայոց բիդություն չի գար։ Եվ դաշնակցություն ստեղծվեց նախքան որ բիդություն ստեղծվի, բիդությունը սելով հայաստանյան հանրապետություն։ Եվ դեսանք է, որ Հայաստանը դարձավ առաջին հանրապետություն 18 թվականին, ինչ տեսակ խնդիրներ կային դաշնակցության մեջ։ Եվ ադիգա ուղագի գաստե այսօրվա թրության մեջ, որովհետև դաշնակցության այսօր գլխավոր ագարագորտը, ասենք, իրենք իրենցն են և բեդությունը։
Նա նաև նշել է, որ Դաշնակցության ներկայիս ղեկավարության մեջ չկան Սիմոն Վրացյանի նման մարդիկ, գերակշիռ մասը առավելապես այլ մտածելակերպ ունեն։ Այն ղեկավարություն, որ այսօր կգտնվի Դաշնակցության բյուրոին եւ Գերագույն մարմինին։ Այս ղեկավարության համար կամ Դաշնակցություն մաս կգազմե իշխանություն եւ այնադեն բեդությունը գտարնա կորձիկ, կամ Դաշնակցություն մաս չի գազմեր բեդություն եւ կամ իշխանություն ավելի ճիշտ, եւ այնադեն բեդությունը գտարնա թշնամին։ Երկու բարակային բեդությունը վտանգին արժև կգտնվի։ Ուրիշ բան ասեմ։ 1933 թվականի վեր Դաշնակցության մեջ այնպիսի համագարկ մգա, որ ամեն ինչը առավելաբաշներուն ցերքի մեջ է։ Այնպիսի համագարկ մստեղծեցին, որ տոտալիտար մոդեցում գա։ Եվ այդ համագարքի պաշտպանողները 30 թվականին, 33 թվականին, մինչև այսօր իշխանության մաս կգազմեն Դաշնակցության մեջ։ Բացի կանի բզդիկ փոքր շրջաններ։ Բայց ասել գուզեմ, որ այսօրվա ղեկավարությունը լա բյուրոն կամ Գերագույն մարմինը կամ գենգենները, գետրոնական կոմիտեները ամենտեղ գպաշտպանեն այնպիսի համագարկը, որ նորեն գսեմ ադիգա, եթե այսօրվա ընդանուր ժողովը գերտա թեպի իսկական բարեփոխումներ, որ ես գուսամ, որ այդպես լինի, ինքնաբերաբար այսօրվա ղեկավարությունը Հրանտ Մարգարյան, Հակոբ Տեր-Խաչատրյան, Իշխան Սաղաթելյան եւ ուրիշներ ինքնաբերաբար պետք է հաշիվ տան, թե ինչու հոսասանք եւ ինչպես, ով է մեղավորը, եթե մեղավոր կա, ով է պատասխանատու կոնե։ Եվ այդ բարեփոխում եթե իրականացվի, կնշանակե հաշիվ տալ եւ ինքնաբերաբար այդ ղեկավարության համար քաղաքական ինքնասպանություն։ Բայց չեն ընդունում։ Ուրեմն սպասել բարեփոխումներ այդ պայմանների մեջ շատ դժվար կլինի։ Ուրեմն, քանի որ չեն ուզեր փոխել եւ բաժնել իշխանությունը Դաշնակցության մեջ, այդ ղեկավարություն, որ բոլորը դարբեր քույներով բոլոր նույն հոսանքի մեջ են, առավելաբաշներում։ Չկա մեկը, որ Սիմոն Վրացյանի պես կխոսի։ Զրուցակիցս ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն է։ Բարև ձեզ։ Պարոն Միսկարյան, ես ներկայացրեցի, որ հույդա 35-րդ ընդհանուր ժողովն էր տեղի ունեցել, տարբեր հայտարարություններ, դիտարկումներ եւ այլն։ Դրանցից ամենաառանցքայիններից մեկը հույդան առողջ ուժերին կոչ է անում համախմբվել եւ իր հետ պայքարել, չթվեմ, ազգադավ, ազգակործան, ապազգային իշխանությունների դեմ։ Որոնք են այն առողջ ուժերը, ըստ որ կարող են հույդայի հետ մեկ ճակատ կազմել։ Երևի կոմունիստները եւ կոմունիստների տարատեսակները։ Ինչու կոմունիստները, բայց դե հույդան սոցիալիստական կուսակցությունն է եւ այդ իր մոտ գաղափարական գտնվող ուժերը թերևս սոցիալիստներն են։ Դրա համար իմ ընկալմամբ քաղաքական նման գաղափարախոսություն կամ ուղղություն ունեցող կուսակցության համար առողջ պիտի համարվեն գաղափարակից ուժերը, գաղափարակիցը գաղափարախոսությունից բխող գաղափարակիցներ պիտի լինեն, իսկ դրանք կարծում եմ ցախ ծայրահեղական, ցախ այդ շրջանի տենց սոցիալ-դեմոկրատներ չէ, դրանցից իրենցից ցախ։ Բայց Հայաստանում չգիտեմ քանի հոգի կա հիմա կոմունիստ եւ ինչքանով է այդ կոչը արդյունավետ լինելու, իսկ եթե խոսքը գնում է առողջ ասելով նրանց մասին, ովքեր
Ռուսաստանի կողմից են, այդ ես մի քիչ համաձայն չեմ, որ դա առողջ է։ Այսինքն դաշնակցությունը Ռուսաստանի կողմից է։ Դաշնակցությունը ծովից ծով Հայաստանի կողմից է, որի համար պատրաստ է նաև մտնել Ռուսաստանի կազմ, միայն թե դա տեղի ունենա, բայց փորձը ցույց է տալիս, որ դա տեղի չի ունենում, մենք հողերը կորցնում ենք, որովհետև այդ Ռուսաստանը, որը պիտի այդ անվտանգությունը ապահովի կամ այդ տարածքները վերադարձնի հայ ժողովրդին, վաղ թե ուշ ծախում է եւ ժողովրդին եւ հողերը։ Իսկ դուք կարծում եք, որ Քոչարյան դաշնակցության համագործակցությունը կշարունակվի նաև ապագա ընտրություններում։ Եթե Քոչարյանը թուղթ բերի, որ ինքը առողջ է, ապա այո, հնարավոր է։ Լավ, Քոչարյանի առողջության պատմությունները, հիվանդության պատմությունները թողնենք մի կողմ։ Ինչու է հակադրվում իրական Հայաստանը եւ նույն դաշնակցության գաղափարախոսությունը, որովհետեւ դաշնակցությունը չի հակադրվում, իրենք նույնն է։ Այո, իրենք երկուսն էլ հողի մասին են։ Իրենք նայեք, հիմա ես որ ասեմ, որ հողի մասին է խոսակցություն, մարդիկ կմտածեն, թե ահա, այս հողատու է, հա, օրինակ չգիտեմ։ Բայց խնդիրը այն է, որ պետության բովանդակությունը պետք է բխի մարդուց, այսինքն պետությունը մարդու համար է։ Մարդը, երբ որ ասում ենք մարդ, նկատի չունենք բոլոր տեսակի մարդիկ, հա, օրինակ հանցագործները պիտի պատժվեն, էլի մարդ են իրենց, այսինքն հանցագործների պետություն պետք չլինի։ Ազնիվ, արժանապատիվ կյանքով ապրելու ձգտում ունեցող, պատասխանատու, իրավագիտակից մարդկանց պետությունը է ժողովրդավար պետությունը կամ ազգային պետությունը։ Հատկապես ազգային պետությունը, եթե ինքը իրապես ժողովրդավար պետություն է, իսկ ժողովրդավարությունը դա մարդակենտրոն պետությունն է։ Դա նշանակում է, որ այդ պետությունը պիտի ծառայի այդ պետության քաղաքացուն։ Անկախ նրա հայացքներից, կրոնական, քաղաքական, չգիտեմ, սոցիալական դիրքից եւ այլն, պիտի ծառայի այդ մարդուն, այդ նշանակում է պիտի ստեղծի պայմաններ, որպեսզի այդ մարդը կարողանա արժանապատիվ կյանքով ապրի։ Հիմա դկասեն վերամբարձ խոսքեր, բայց այդ մենք չենք ասում, նու կամ գոնե ես չեմ ասում, որ դա հնարավոր է, որ բոլորը արժանապատիվ կյանքով ապրեն, որ ժողովրդավարություն դա այնպիսի պետություն է, որտեղ բոլորը երջանիկ են, ոչ մեկը չի մահանում, առյուծներն ու գառները իրար հետ են ապրում, չէ, այսինքն կյանքը այնպիսին է, ինչպիսին կա, բայց այն համակարգը, որը դրվում է այդ պետության ներսում, ինքը պիտի լինի մարդակենտրոն, միտված դեպի մարդու կյանքի որակը լավացնելուն, ոչ թե վատացնելուն։ Հիմա երբ որ խոսում են Նիկոլ Փաշինյանը եւ դաշնակցությունը, այնտեղ մարդու մասին բան չկա, այնտեղ հողի մասին է, որտեղ այդ մարդը պետք է ապրի, բայց եթե հողի մասին է, այդ մարդը կարող է ապրի այնտեղ այնպես, ինչպես ապրել է 30 տարի թշվառության մեջ, անարժանապատիվ կյանքով, ստրկացված ինչ-որ մի փուլում, ճորտացված ինչ-որ մի փուլում, ոչ իրավական պետության մեջ, այսինքն դրա մասին է խոսքը, երկուսն էլ խոսում են մեկը փոքր հողերի մասին, մեկը մեծ հողերի մասին եւ մարդու եւ մարդակենտրոն պետություն ունենալու մասին ոչ մեկ չի խոսում, դրա համար իրենք նույնն են։ Պարոն Իսկարյան, բայց ինչ վատ բան կա այդ հողի մեջ, ինչ իմաստով, եւ ինչու կարիք կա հակադրել, այսինքն երբ որ դուք ասում եք պետություն, առավելևս մարդակենտրոն պետություն, այդ պետությունը պետք է կազմակերպվի, կազմավորվի ինչ որ տարածքի վրա, հիմա ասենք տարածք, հող, սահման, ամեն ինչ ուզում ես դիր, պիտի լինի, չէ՞, չի կարող օդի մեջ լինել։ Այո, շատ կարևոր է։ Տարածքը, կներեք, հիմա ասեմ, տարածքը չֆիքսենք տարածքը, որի շուրջ այդ ձեր ասած պետությունը կազմակերպենք եւ մարդակենտրոն համակարգներ պայմաններ, որպեսզի մարդը կարողանա արժանապատիվ կյանքով ապրել, ստեղծագործել, մեծ արժեք ստեղծել, ինքը կֆիքսի այդ տարածքը։ Նիկոլ Փաշինյանը ոչ Քրիստոսն է, ոչ Եհովայի ներկայացուցիչն է, ոչ միջազգային եսիմ ինչա, Դանյան չի կարողանում իր տարածքները ֆիքսի, ով է Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի տարածքները ֆիքսի, ու մենք դրանից հետո նոր անցնենք պետություն ստեղծելու։ Ես վատ իմաստով չեմ ասում, նկատի ունեմ, արդյոք Նիկոլ Փաշինյանը ունի այդ ուժը, որպեսզի կարողանա ֆիքսելով այդ տարածքները համարի, որ ինքը վերջ արել է իր գործը եւ մենք արդեն ապրելու ենք խաղաղ։
Ոչ։ Ինչու, որովհետև այդ տարածքում ապրող մարդն է ապահովում այդ պետության անվտանգությունը։ Իսկ այդ մարդը շահագրգռված է այդ պետության անվտանգությունը ապահովել ոչ թե երբ որ դրա սահմանները գծված են, այլ երբ որ ինքը այդ տարածքում ապրում է գոհ եւ երջանիկ եւ ուզում է պաշտպանի այդ տարածքը, որտեղ դա համարում է իրենը։ Ինչ անում Նիկոլ Փաշինյանը, որ ես համարեմ Հայաստանը իմը։ Հատիսը տալիս է Գագիկ Ծառուկյանին, ապօրինի Ամուրսարը փորձում է շահագործի բոլոր օրենքներին դեմ եւ բոլոր ռիսկերը անտեսելով, չգիտեմ, ոստիկանները ինչ որ հետապնդումներ են անում անիմաստ, ինչ արվում, ոչ մի բան, ինչ որ Ռուսաստանի հետ արտաքին քաղաքականության մեջ մանյովրներ անում, այսպես, բայց այնտեղ միամիտ չեն էլի։ Այդ մենք դա մարսում ենք կամ դեռևս մարսում ենք, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակն է այդպեսին եւ այդտեղ ոչ մեկին ոչ հասելով, ոչ չասելով կարող ես ինչ որ մի ժամանակ գոյատևել, որտեվ իրանք իրար հարցերն են լուծում։ Բայց դա առանցին հարց է, այսինքն այս պետությունը պահելու է հայ ժողովուրդը։ Այս պետությունը ոչ Ֆրանսիան է պահելու, ոչ Ռուսաստանն է պահելու, ոչ մեկը ոչ Թուրքիան է պահելու, այսինքն իրենք եթե պահեն, իրենք պահելու են իրենց իշխանության տակ, իրենց կամքի, իրենց նպատակների տակ ինչ որ մի տարածք, որտեղ իրենց որպես պետություն հետաքրքիր չի տարածք, որը երբ ինչպես կուզեն կօգտագործեն, ձեռ կտա ճանապարհներ կբացեն, ձեռ չտա ճանապարհները կփակեն, ուզեն տնտեսությունը կզարգացնեն, չեն ուզի չեն զարգացնեն, որտեղ որոշում կայացնող իրենք են լինելու։ Իսկ եթե ուզում ենք, որպեսզի մենք այս տարածքում շարունակենք ապրել, զարգացնել այս պետությունը, մենք պետքա վերաբերվենք այս պետությանը որպես մերը, ամեն մեկս որպես մերը, ոչ թե որպես այն Նիկոլ Փաշինյանը գնա մեկի հետ խոսա, այլ ես ինչ եմ անում, որ այս պետությունը զարգանա։ Նիկոլ Փաշինյանը այդ ուղղությամբ, որպեսզի ես ու դու անհանգստանանք եւ ուզենանք այս պետության մեջ ավելին անենք, քան արել ենք մինչեւ հիմա, չի անում։ Իսկ դա կարևոր է, որտեղ իշխանությունը իր մոտ է եւ իր լծակներն ավելի շատ են, այդ միջավայրը փոխելու համար մարդկանց մոտիվացնի։ Հիմա դուք ասում եք հողը ինչու եք հակադրում մարդուն։ Ենթադրենք դուք ստեղծում եք միջավայր, որը թռչունների համար է նախատեսած։ Կարևոր է միջավայրը եւ մարդու համար, եւ կենդանիների համար, եւ թռչունների համար, չէ՞։ Միջավայրը կարևոր է։ Եթե դուք շատ եք սիրում, օրինակ, չգիտեմ, ուղտերին, բայց իրենց համար ստեղծում եք լեռնային միջավայր, որտեղ իրենք չեն կարողանալու նորմալ նավարկեն այդ ուղտերը, իրենց համար այդ միջավայրը անբարենպաստ է։ Եվ իրենք չեն զարգանալու։ Հիմա կարևոր է միջավայրը, բայց ինչ կապ ունի դու 10 սար ունես ուխտի համար, որտեղ ինքը չի կարող քայլել, թե մի սար ունես ուխտի համար, որտեղ ինքը չի կարող քայլել։ Նույնը եթե թռչունների մասին ասենք, հա, եթե դու անընդհատ պատնեշներ ես ստեղծելու, հա, դու կարաս ունենաս մի ամբողջ երկինք եւ ոչ մի մետր ազատ տարածություն, որ այդ թռչունը ազատ թռչի։ Այդ չեղա որ դա թռչունի տարածք է։ Դու տարածք ունես, բայց այդ թռչունը այդտեղ թռչուն չի, այլ, չգիտեմ, հավնել է թռչուն։ Հիմա մեր պարագան ո՞րն է։ Մեր պարագայում մեր խնդիրն է ոչ թե ֆիքսվել տարածքի վրա, տարածքը կարևոր է, տարածքը այնքան կարևոր է, ինչքան մի հատ ծառը, որը քո բակում կա, ինչքան այն անտառը, որը Երևանը շրջապատում էր, ինչքան այն փոշին, որը մենք շնչում ենք, այսինքն տարածքի խնդիրը պետքա լուծել, դա ոչ մեկ չի ասում, որ կարևոր չի Հայաստանի Հանրապետության սահմանները ֆիքսել կամ որ դա ֆիքսում ենք, դա է միայն կարևորը։ Հիմա այն մեկն ասում է, այսքան ֆիքսենք, այն մեկն ասում է, այսքան ֆիքսենք։ Բայց ինչպիսի Հայաստանի Հանրապետություն է պետք ստեղծել։ Արդյոք դաշնակցությունը, որը այդպես շատ առողջ ուժ է, ինքը պայքարում է սոցիալիստական պետություն ունենալու համար։ Ես կարծում եմ, չէ։ Դաշնակցությունը սոցիալիզմից շատ հեռացել է։ Դա նորմալ է, ես չեմ ասում, որ իրանց գաղափարներին դավաճանել են, բայց թող կանգնեն, ասեն, մենք այլևս սոցիալիստական չենք, այսինքն գաղափարական բանավեճ լինի։ Մենք ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ ենք պայքարում, այլ պայքարում ենք հանուն այսպիսի Հայաստանի Հանրապետության։ Դե այդ ժամանակ հարց կառաջանա, այդպիսի Հայաստանի Հանրապետություն ստեղծելու հնարավորություն ունի Ռոբերտ Քոչարյանը, եթե իհարկե մենք խոսում ենք ժողովրդավար պետություն ունենալու մասին։ Ինչու Ռոբերտ Քոչարյանը դա չարեց եւ ինչու պիտի նա հիմա անի։
Ինչու Ռոբերտ Քոչարյանը SSSS բաները արեց եւ ինչու Նիկոլ Փաշինյանը չկարողացավ կամ չունեցավ այդքան կամք արդարությունը վերականգնելու։ Հարցերա, որը պետքա քաղաքական բանավեճի եւ քննարկման առիթ դառնա, բայց մենք ունենք այս մեկը բռնվեց, այն մեկին ծեծեցին, այն մեկը առողջ չի, այս մեկը առողջ է, ինչ որ վերացական խոսակցություններ։ Լավ, բայց վարչապետի ներկայացրած վերջերս իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց կարծես դրա մասին է նաև իրավական պետություն, մարդակենտրոն պետություն, արժանապատիվ կյանք ու հազար ու մի բան, այդ 14 դրույթները։ Հա, այդ որը, ասի հիմա ես ձեզ երկու օրինակ բերեցի։ Իրավական պետություն ունենալ ցանկացող վարչապետը պիտի LRD-ի հետ ուղիղ կապ LRD-ի եզրակացությունը, որ 300 էջ բացասական եզրակացություն էր տվել շմակ փաստաթղթերի վերաբերյալ 300 էջ պետությունը $450,000 փող է ծախսել դրա վրա։ Այդ բացասական եզրակացությունը չէին ընդունում, որովհետև հետո պարզվեց, որ Տիգրան Ավինյանը պատվիրել է LRD-ին, որպեսզի մի հատ թուղթ գրի, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ հանքը շահագործվի։ Նրանք էլ ինչ որ ընդհանրական բաներ են գրել, օրինակ, որ ասես տուն կառուցելու համար պետքա սկզբից ցանկապատել սահմանը, որ մարդիկ չգան ընկնեն մեջը։ Այդպիսի այդքան ընդհանրական բայց դա նախագիծ չի, չէ՞ տան, դա շմակ փորձաքննություն չի, դա տեխնիկական բնութագիր չի։ Այդպես մի էջի վրա տվել են, թե ինչ պետք է անեք, հորս արել, որ լավ լինի։ Ու դրա վրա Նիկոլ Փաշինյանը հանք է շահագործում։ Չի շահագործում դեռ։ Դե ուզում են շահագործել։ Հիմա իրավական պետություն ունենալ ցանկացողը ոչ թե կգնար քրեական վարույթ կսկսեին, թե արդյոք թղթերի մեջ անճշտությունները դիտավորությամբ են արել, թե անմեղորեն։ Այդ ինչ քրեական վարույթ է, այլ կներեք։ Հիմա այսինքն հանցագործությունը կատարվել է, մենք դա չենք քննարկում։ Դիտավորություն է եղել, թե չի եղել, դա ենք քննարկում եւ վերջում պարզվում է, որ չէ, այդ մարդը շատ ազնիվ մարդ է, որտեղ քննիչի հորեղբոր տղաներ։ Այդ է իրավական պետությունը։ Հատիս Սարը շատ եմ երևի օրինակ բերում, բայց իրավական պետություն չունենալու մասին է։ Այսինքն ունենալ չցանկանալու կամ չունենալ ցանկանալու մասին է։ Չենք ուզում մենք իրավական։ Նիկոլ Փաշինյանը կամ չի պատկերացնում ինչ է իրավական պետությունը, կամ ինքը չի ուզում որ ունենանք մենք իրավական պետություն։ Շատ པարզ օրինակ եմ բերում։ Հրաբուխը, ես որ ձեզ հարցնեմ, ինչ է հրաբուխը։ Դուք առաջինը այդ գագաթի մասը չեք ասեք, որտեղից որ դուրս է եկել լավան եւ հորդել է, չգիտեմ, փեշերն իվար։ Հիմա այս մարդիկ հրաբուխը բնության հուշարձան էր։ Դեռ Սերժ Սարգսյանի օրոք։ Հատիս հրաբուխը բնության հուշարձան։ Սարը, այսինքն երբ որ ասում ենք հրաբուխ, գրած չի, չէ, որտեղից է սկսում այդ հրաբուխը, այդ որպեսի որտեղից սկսում է եւ որտեղ վերջանում է, պետքա փաստաթղթավորվի, անձնագիր տրվի այդ հրաբուխին։ Անձնագիր չկար, բայց հրաբուխը բնության հուշարձան էր։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերցրեց այն հատվածները, որը անհրաժեշտ է ճոպանուղի, ճանապարհ, չգիտեմ, հոսանք, ջրագիծ, բան քաշել։ Այդ հատվածները նվիրեց հրաբխի վրա, բնության հուշարձանի վրա, որը օտարման ենթակա չի ըստ Հայաստանի Հանրապետության օրենքների։ Նվիրեց կամ վաճառեց 10 միլիոն դրամով, այդ նվերի նման բան է։ Գագիկ Ծառուկյան հիմնադրամին եւ երբ որ մենք բարձրաձայնեցինք այդ խնդիրը, վերցրեցին եւ այն հատվածները, որտեղ ազատ է, այսինքն Գագիկ Ծառուկյան հիմնադրամին չի պատկանում, ստորոտի մասում հատկապես լանջերին, դրանք հրճակեցին որպես բնության հուշարձան, իսկ գագաթը մնաց սեփականություն, այսինքն ստացվում է հրաբխի գագաթը բնության հուշարձան, չի փեշերը բնության հուշարձան են։ Այդ է իրավական պետությունը, սա օրենքի տրամաբանությունը բռնաբարել է, իսկ այդպիսի իրավական պետություն չի լինում։ Եթե դու իրավական պետություն ասելով հասկանում ես այն, որ օրենքը հարմարեցնենք մեր բարեկամներին, ծանոթներին, մեր քաղաքական հաճախորդներին եւ օպոնենտներին, դա իրավական պետություն չի։ Եթե ասում եք, որ Փաշինյանը եւ Դաշնակցությունը նույն բանի մասին են խոսում, կամ նույն բանն են ասում, ապա ինչու են հակադրվում։ Որտեղ ուզում են այդ նույն բանը, մեկը ուզում է ինքանի, այն մեկը ուզում է ինքանի։
Այդ մարդիկ քաղաքական չեն։ Նո, այսինքն այնքանով են քաղաքական, ինչքանով սովետական միությունից հետո հետ սովետական Կովկասում քաղաքականությունը ընկալվում է։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանում մարդու մասին չի, ես նորից եմ կրկնում։ Իսկ դա քաղաքականություն չի, դա քաղաքականության վատագույն դրսևորումն է։ Եթե մենք ուզում ենք, դա օրինակ Ալիևի դեպքում դա կարող արդարացված լինի։ Ինքը նավթ ունի, գազ ունի, այդ ժողովրդին ոնց ուզում շահագործում է, դա իրանց գործն է։ Բայց մենք նավթ ու գազ չունենք, մենք մեր արժեք ստեղծողը մարդն է։ Եթե մենք ուզում ենք ունենանք այնպիսի պետություն, որտեղ սահմանները պահելու համար փողա չէ պետք, կարողանանք մենք այդ փողը վաստակենք։ Մեր քաղաքացին, մեր մարդը, մեր բնակիչը պետք է արժեք ստեղծի բարձր, ավելի քան այն նավթի միջազգային գներն են։ Եվ այսինքն քո տնտեսությունը, որպիսի հզոր լինի, որ դու կարողանաս զենք ձեռք բերել, սահմանները կահավորել եւ այլն, դու պետք է ունենաս արդար միջավայր, այսինքն քո օրենքի գերակայություն պետքա լինի, թափանցիկ կառավարում պետքա լինի, հաշվետու կառավարում պետքա լինի, կրթական բարձր չափանիշներին համապատասխան կրթություն պետքա լինի, ոչ թե դիպլոմի առողջարկ։ Մի խոսքով, առողջապահական, առողջ միջավայր պետքա լինի, որտեղ այդ մարդը, երբ որ գալիս է ինչ-որ մի տարիքի եւ ուռուցքով հիվանդանում է, օրինակ 40-50 տարեկանում, երբ ինքը կարող է ստեղծել իր կյանքի ամբողջ ընթացքի մեջ ամենաբարձր արժեքը, որտեղ ինքը գիտելիք ունի, այդ մարդը գնում հիվանդանոց հանգնում եւ մենք իր վրա փող ենք ծախսում որպես պետություն։ Այսինքն այդ առողջ ապրելակերպը եւ առողջ միջավայրը ժողովրդավարական պետություն ունենալու հիմքերից է։ Հիմա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը այդ ուղղությամբ։ Հանքերը շահագործում է, օրենքները շրջանցում է, չգիտեմ, ոչ մի հաշվետվողականություն չկա, ինչ հարցում անում եք, բոլորը անտեսվում են, մերժվում են, գնումների մասին օրենքը շրջանցվում է, այսինքն ոչ մի իրավական պետությանը հատուկ քայլ դեպի այդ ուղղությամբ գոնե չի արվում, որ ասես այ Նիկոլ Փաշինյանը ուզում է իրավական պետություն։ Հիմա դաշնակներն էլ էին իշխանության, էլի չէին ուզում իրավական պետություն, մտել են Սերժ Սարգսյանի հետ առևտուր էին անում։ Նիկոլն էլ իրավական պետություն չի ստեղծում։ Չկա ոչ մի տարբերություն։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն էր։